Արցախցիները պատրաստվում են դատական համակարգով վերականգնել իրենց ընտրության իրավունքը։ Քանի որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, լիիրավ եւ իրավունք ունենք ընտրելու եւ թող դատարանը մեզ օրինական մերժի, թուղթը տա մեր ձեռքը, ասի ինչու չեք կարող ընտրել այսօր նոր կառավարություն։ Ինչու չենք կարող, ինչպես են։ Մենք նոր ենք սկսելու դատական գործընթացները արցախցիների, քանի որ ցուցակները նոր է պատրաստ, ամեն արցախցի արդեն ըստ իր գրանցման հասցեի կտեսնի, ինքը ցուցակում կա եւ իրավունք ունի ընտրելու էլ, թե ոչ, դրանից հետո կսկսենք դատական հայցեր ներկայացնել։ Այսինքն ովքեր քաղաքացիություն են ստացել, նրանք եւս չեն կարող։ Ոչ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի արդեն ունեն քաղաքացիություն մոտ 24000 արցախցի, իսկ 070 կոդով արցախցիների անձնագրերը պետք է համարվեն վավեր եւ պետք է հնարավորություն ունենան ընտրելու։ Ինչ ֆայդա այսպիսի խնդիրներ կա, կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեք մերժեց բոլոր այն տեխնացուների մասնակցությունը ընտրությունների որպես տեխնացու, ովքեր Արցախից։ Այո, շատ ցավալի է։ Իրականում դա հենց մարդու իրավունքների խախտման լավագույն օրինակ է։ Էլ ինչ օրինակ բերենք այս իշխանությունները կամ իշխանությանը, որ ամեն օր արցախցիների իրավունքները խախտվեն։ Ինչու արցախցիները իրավունք չունեն ընդգրկվել ցուցակում։ Այսինքն իրենց դիտարկումը որպես ադրբեջանի քաղաքացի։ Չէ, ոչ մի դիտարկում չկա, այո։ Այո, Իսկ ինչպես են հիմնավորում։ Հիմնավորում չկա։ Ցավոք, հստակ հիմնավորում չկա, որ դուք չեք կարող։ Բայց իրենք ապրել են Հայաստանի Հանրապետությունում, համարվել են 070 կոդով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Այսինքն իրենց մերժումը չի համապատասխանում իրականությանը։